եք ձեր թեմաները, ձեր բաժինները, ճիշտ է։ Ձեր բաժնից ընտրում եք հարց ու պատասխան, 5 ուղղահայաց, 5 հորիզոնական։ Պարտադիր չի, որ խաչվարների համար եմ ասում։ Ասենք դուք Անանյա Շիրակացու տեղեկատվությունը գիտեք, ուսումնասիրել եք նրա կյանքը, գործունեությունը։ Բացի դրանից, դուք կարող եք ձեր կոնկրետ խմբերի բաժանված այդ թեմաներից վերցնել, թեմաներից հարցեր, պատասխաններ կազմել, որ ավելի հեշտ լինի։ Օրինակ, մեկը ծնվել է, մեկի մոտ ծնունդը, մյուսի մոտ կրթություններ են, մյուսի մոտ ընտանիքներ, երրորդի մոտ թե որ քաղաքում է եղել, չորրորդի մոտ ինչ աշխատություն է, հինգերորդի մոտ աշխարհացույցներ եւ այլն եւ այլն։ Քանը գրեցիք ենթադրենք, ճիշտ է։ Հիմա անում ենք save, finish, ներքևում, գալիս ենք այստեղ, ընտրում ենք երկրորդը, share։ Հետո այստեղ ընտրեք PDF-ը, երեխաներ, թող ինքը սարքի PDF ֆայլ։ Ուզում ես անել։ Եթե ուզում ես նայել ես, տեսել ես, ինքը սարքեց PDF։ Հետո երեխաներ, այս PDF-ը մենք որտեղ ենք սարքելու, տեղադրելու կամ PDF-ով ենք կարող տեղադրել, որտեղ սարքելու, տեղադրելու էլեկտրոնային գրքի մեջ։ Անանյա Շիրակացի։ Նա ծնվել է Շիրակ գավառում, Արարատյան աշխարհում, եւ դեռ մանկուց աչքի էր ընկնում իր սուր մտքով եւ գիտելիք սովորելու անհագ ցանկությամբ։ Իսկ դուք գիտեք, որ Անանյան իր ուսումը սկսել է Հայաստանում, որից հետո գնացել է Ալեքսանդրիա, այն ժամանակվա աշխարհի ամենահայտնի գիտական կենտրոններից մեկը։ Իսկ այնտեղ նա սովորել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, թվաբանություն եւ հատկապես աստղագիտություն։ Հետաքրքիր է, չէ՞։ Դե իհարկե հետաքրքիր է, չէ՞ որ աստղերը մի հեքիաթային աշխարհ են, որոնք գրավում են մարդկանց իրենց գեղեցկությամբ եւ խորհրդավորությամբ։ Եվ հենց այդ խորհրդավոր աստղերն են արժանացան Անանյայի ուշադրությանը, դառնալով նրա ուսումնասիրության գլխավոր առարկաներից մեկը։ Իսկ դուք գիտեք, թե ինչ արտահայտություն էր հաճախ սիրում կրկնել Անանյա Շիրակացին։ Գիտությունը հոգուս դատն է, այո, սրանք իմ սիրելի խոսքերն են, իսկ հիմա ծանոթանանք։ Ես Անանյա Շիրակացից իմ ամբողջ կյանքը նվիրել եմ իմացության, հասկանալու ու բացատրելու գործին։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարող է հասնել գիտելիքի, եթե ձգտում ունենա։ Ինձ համար անգիտությունը մթություն է, իսկ գիտությունը լույս, եւ ես միշտ ձգտել եմ լույսը սփռել իմ ժողովրդի վրա։ Իսկ դուք գիտեք, որ այս պատկառելի մարդը Անանյա Շիրակացին Հայաստանը ներկայացրեց որպես գիտության երկիր։ Նա վերադարձավ հայրենիք, գիտելիքը տարածելու եւ աշակերտներին սովորեցնելու համար։ Այո, սիրելիներս, քանի որ հայրենիք ամենանշական բանն է աշխարհում, ուստի ինձ համար կարևոր է գիտության հանդեպ սերը արթնացնել Հայաստանում։ Ես դարձա ուսուցիչ, դասավանդեցի տարբեր բնակավարներում, ներառյալ երաժշտություն ու բարերարագիտություն։ Եվ հենց այդ հատկանիշների շնորհիվ է շատերն Անանյա Շիրակացուն համարում են հայկական ուսմունքի հիմնադիր։ Գիտեք, որ նա գրել է աշխատություն, որը կոչվում է «Տաբանություն», եւ այն համարվում է առաջին մաթեմատիկական գիրքը հայերեն լեզվով։ Այդ գրքում Անանյան բացատրում է թվերի հատկությունները, գումարումը, հանումը, բազմապատկումն ու բաժանումը, բայց այդ ամենն անում է հասկանալի լեզվով։ Իսկ դուք գիտեք, որ Անանյա Շիրակացին զբաղվել է նաև ժամանակի շփման։ Նա փորձում էր հասկանալ, թե քանի օր ունի տարին, ինչպես են շարժվում օրորանքները։ Ճիշտ է, ես գրել եմ տիեզերական տարեդի, որտեղ նկարագրում է արեգակի, լուսնի եւ մոլորակների շարժը, անգամ խոսել եմ մթնոլորտի եւ եղանակային երևույթների մասին։ Քանի որ խոսքն աստիճանից, մի փոքր խոսեմ Ծիշկացունի մասին։ Այն անվանում են նաև արտագողի ճանապարհ։ Այժմ կզարմանաք, բայց մեր Շիրակացին կարողանում էր նաև տոմար պատրաստել։
Նա ստեղծել էր օրացույց հիմնված մաթեմատիկական հաշվարկների վրա։ Օ, դա շատ լավ փորձառություն է։ Այս ժամանակ ես հասկացա, որ ժամանակը չես կարող կանգնեցնել, բայց կարող ես այն հասկանալ։ Իսկ դուք գիտեք, որ Անանյա շիրակացու աշխատությունները մինչև այսօր պահպանվել են ձեռագրերում։ Այդ ձեռագրերը պահվում են Մատենադարանում, որտեղ էլ մի քանի օր առաջ այցելել էինք, ծանոթանալու հենց այդ ձեռագրերին։ Ամեն որ Անանյա շիրակացին գրում էր չխաթարված հայերենով։ Այդ պատճառով էլ նրա լեզուն այսօր էլ հասկանալի, ճիշտ ու պարզ։ Իսկ հիմա հիշեք շիրակացու դարձյալ կարևոր խոսքերից։ Գիտության միջոցով մարդ իմանում է իրեն եւ աշխարհը։ Այո, դրանք Անանյա շիրակացու սիրելի խոսքերն են։ Եվ պատահական չէ, որ նրա անունով են այսօր կորչվել դպրոցներ, համալսարաններ, գիտական կենտրոններ։ Նա մեր ազգային հպատությունն է, հայոց առաջին գիտնականը։ Իսկ հիմա մի փոքր խոսենք հենց շիրակացու համաստեղություններից։ Ըստ Անանյա շիրակացու, մարտ ամսվա 20-ին Արեգակը մտնում է Քոյ համաստեղություն, որն ունի 16 աստղ։ Ապրիլին մտնում է Ցուր համաստեղություն, որն ունի 12 աստղ։ Իսկ մայիսին մտնում է Երկորյակներ համաստեղություն, ունենալով 12 աստղ։ Շարունակելով համաստեղությունների մասին զրույցը, նշեմ, որ հուլիս ամսին Արեգակը մտնում է Խեցգետին համաստեղություն, իսկ դրանից հետո մտնում է Արգուց համաստեղություն։ Իսկ ինչ կասես կույս և կշեռ համաստեղությունների մասին։ Կասեմ, որ օգոստոսի 19-ին Արեգակը մտնում է Կույս համաստեղություն, իսկ դրանից հետո մտնում է Կշեռ համաստեղություն սեպտեմբերի 10-ին։ Իսկ դուք գիտեք, որը շիրակացու Արեգակը անցնում է ջրոց համաստեղության մեջ հունվարի 19-ին, ունենալով 31 աստղ, իսկ փետրվարի 17-ին Արեգակը մտնում է ձկների համաստեղություն, ունենալով 12 աստղ։ Հետաքրքիր է, չէ՞, ուզում եմ խոսել նաև հին հայկական ամսվա օրերի անունների մասին։ Իսկ դրանք էին Մանի, Ասակ, Կոդուիկ և Անահին։ Ավելացնել նաև Չամպանսփյուրը, Նպատը, Վահագնը, Սիմը, Գիշերավարը։ Եվ հենց այդ օրերի ժամերի վերաչափություն պետք է կատարել աստորօրյակ և ստյութերոն գործիքների միջոցով։ Իսկ ցամաքաչափության համար կարևոր է դիոպտրիան։ Տեսակ, թե ինչքան հրաշքներ և հետաքրքիր բաներ պատմեցին իմ մասին մեր գիտունիկները։ Համոզված եմ, որ ձեզ համար շատ նորություններ բացահայտեցիք։ Ու համոզված եմ, որ դուք էլ անկարման այցելելու եք Մատենադարան, ծանոթանալու Անանյա շիրակացու ձեռագրերին։ Ինչպես նաև կարող եք այցելել Անանյա շիրակացու հուշարձանին։ Երկինք նայեցիր, թվերն էլ հաշվեցիր։ Աշխարհի կապն ու ձևն էլ իմացար։ Կրչի տակ ունեցին մատեն ու աստղեր, խավարով դառնալով լույս ու սեր։ Դու չես բռնել թուր, բայց եղել ես ուժեղ, գիտության դաշտում դառնալով զորեղ։ Անանյան, իմաստուն, հայոց գիտնական, քո բոլոր մտքերը միշտ կան կմնան։ Սիրեք գիրքը, սովորեք գիտությունը, մի հանձնվեք դժվարություններին, որովհետև իսկական ազատությունը գալիս է իմացությունից։ Ես թողնում եմ իմ գիրը, իմ միտքը, ձեր սրտերի, ձեր մեջ կարող են ծնվել նոր շիրակացիներ, պարզապես հավատացեք, որ գիտելիքը զորություն է։